Քաղաքացիական պայմանագիր պատգամավորական խմբակցության անունից ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջարյանին։ Նա գնաց մենակ։ Համեցեք։ Պարոն Խաչատրյանը, այսօր հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես արդեն գիտեք, Գյումրիում ընտրակաշարք բաժանելու կասկածանքով ձերբակալություններ են եղել, եւ կարծես թե դա այդ ձերբակալությունները այսահարման նոպաներ են առաջացրել այդ շահառուների մոտ, կաշառք բաժանողի շահառուների մոտ եւ այդ կաշառք բաժանողների հետ փոխկապակցված անձինք քաղաքական ուժերը ոնց որ թե խառնվել են իրար եւ մենք քիչ առաջ լսեցինք այդ փոխկապակցված ուժերից մեկի ներկայացուցչի ուրեմն հոգեցունց ելույթը առ այն որ գնացեք սիրելի գյումրեցիներ քվեարկեք եւ այլն ինչ իհարկե սիրելի գյումրեցիներ գնացեք եւ փարաքյարցիներ գնացեք եւ քվեարկեք ձեր քաղաքի անկաշառ արդար կառավարման համար դա ամենակարևորն է գնացեք եւ քվեարկեք այնպիսի իշխանության համար որ ձեր երեխաների մանկապարտեզները չի սեփականաշնորհելու եւ չի սարքելու զվարճանքի օբյեկտներ գնացեք եւ քվեարկեք այն իշխանության համար որը որ ձեր երեխաների դպրոցները չի սարքելու զվարճանքի օբյեկտներ այն իշխանության համար որը ձեր զինվոր զավակների զորամասերը չի վաճառելու գնացեք քվեարկեք հենց այդ իշխանության համար որովհետև ձեր քվեարկությունը ոչ միայն քաղաքային, այլ նաև քաղաքական նշանակություն ունի, որովհետև այն մարդիկ, ովքեր որ այս մի քանի օրերի ընթացքում ձեզ հայհոյում են, ձեզ սպառնում են, հետո ասում են հա ինչ կա, որ Գյումրու քաղաքապետը պետքա քֆուր տալ իմանա, այսինքն վաղը կասեն Գյումրու քաղաքապետը պետքա մարդ կրակել իմանա, հետո պիտի ասեն Գյումրու քաղաքապետը պետքա փող վերցնել, կաշառք տալ, վերցնել իմանա, ասենց են կառավարել ժողովուրդ ջան։ Հենց դրա մասին է խոսքը, բա այդ ենք ասում։ Բա դրա համար էլ այս մարդիկ խառնվել են իրար, որ ընտրակաշառքի գործը բանը արել, բացվել է, հիմա ձերբակալություններ են ընթանում։ Բա հենց այդ մասին ենք խոսում, որ գողապետության հերթական ճակատամարտը մղվում է Գյումրիում, նաև Փարաքյարում։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս դեպքում Գյումրու եւ Փարաքյարի ընտրողները իրենք իրենց ընտրությամբ նաև պիտի պատասխանը տան այդ գողապետությանը։ Այն գողապետությանը, որը որ կոմունալ հարցերից մինչև սահման հասնում է իր կոնկրետ նպատակին եւ թիրախին, եթե մենք դրան չենք տալիս իր ճշգրիտ արժանի պատասխան։ Իսկ ես վստահ եմ, որ մեր գյումրեցի եւ փարաքյարցի հայրենակիցները ճիշտ ընտրություն են անելու։ Շնորհակալություն։ Տիկին Ստեփանյան, պարոն Խաչատրյան